Փառք Հիսուսին։ Այսօր Աստված մի հրաշալի խոսք ադրել իմ սրտի մեջ, որ գիտեմ բոլորիդ պետք է։ Ճանաչիր քո իշխանությունը Տիրոջ մեջ։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ, որ դու հենց առաջից հələ դեռ չեմ սկսել իմ քարոզը հասկանաս, որ դու իշխանություն ունես, ոչ թե հասկանաս, գիտենաս, ճանաչես, իմանաս, շարժվես քո իշխանությունով, որը որ տվել է Աստված։ Ամեն։ Երբեմն մենք իշխանությունը օգտագործելի տեղը լաց ենք լինում։ Տեր ողորմա մեզ, Տեր լսիր մեզ, Տեր պատասխանիր մեզ, բայց Տերն ասում է, օգտագործիր քո իշխանությունը։ Դու իշխանություն ունես, եկեղեցի։ Ամեն։ Գիտեք, Քրիստոսը եկեղեցու գլուխն է։ Ամեն։ Իսկ մենք ով ենք եկեղեցում։ Բարձր ասեք էլի։ Մարմինը, իսկ գլուխն ու մարմինը դրանք առանձնացված չեն։ Դրանք գործում են միասին։ Ամեն, ինչ որ գլուխը մտածում է, ինչ որ գլուխը անում է, ինչ որ գլուխը խորում է, դա անում է մարմինը, մենք։ Հալելույա։ Գիտեք, մի անգամ մի սենց բան պատահեց իմ հետ, իհարկե ես օրինակներ էլ կբերեմ, որ իմ երիտասարդ տարիների ընթացքում Աստված ինձ սովորեցրել է ոնց օգտագործեմ իշխանությունը։ Իհարկե, շատ սխալներ են եղել դրա հետ միասին, բայց Աստված սովորեցրել է։ Մեկ անգամ նստեցի տրամվայ, ես երկար օրերի մեջ, ծոմի մեջ էի, ես դաժե նույնիսկ չէի էլ հասկանում։ Ու տրամվայի վարորդը կանգնացրեց տրամվայի ու ասեց՝ իջիր։ Ես սկզբից էի մտել, ես կանգնեցի, ասում եմ, ինչ եմ արել։ Ես ինչ եմ արել ձեզ, ես չեմ հասկանում, որ կան դևեր, որ դրանք չեն կարողանում տանել այն հոգու օրնությունը, օծությունը, որը որ քո մեջ կա։ Վից հոգևոր աշխարհը կենթանի է, ամեն։ Դրա համար մենք պետք է Սուրբ Հոգով լցվենք։ Ու ես ասում եմ, ես ինչ եմ արել ձեզ։ Ես ուղղակի 3 աստանովկա պետք է գնամ ու իջնեմ, ես բան չեմ արել իրան։ Նա կանգնացրել է տրամվայը, բոլոր ժողովուրդը խառնվել են իրար, ու նա ինձ ասում է, դու պետք է իջնես հիմա։ Ես ասում եմ, բայց ես ձեզ բան չեմ արել։ Ու լսում եմ իմ սրտում, օգտագործիր քո իշխանությունը։ Օ, ասացի Տեր։ Եվ հայերեն լեզվով ասացի սատանա հետիս գնա։ Այդ կինը մի հատ նայեց, ոտից գլուխ ինձ չափեց վարորդը կին էր, ու քշեց իր տրամվայը գնաց։ Նայեք, ինչքան մեծ кажется թվում է թե սա մանրունքներ է, դե ոչ, սա մանրունքներ չի։ Երբ որ դու լցվում ես Սուրբ Հոգով, դու հոգևոր աշխարհին շատ ուժեղ ձևով արգելք ես հանդիսանում։ Եվ ես ձեզ կասեմ ավելի շատ, ոչ թե միայն արգելք, դրա մեջ կա մեծ հաղթանակ։ Ոչ թե որ մենք մեզ գովանք, որ մենք ինչ որ բան ենք մեզանից վախենում են, ոչ, որ մենք հասկանանք, որ Տերը մեզ տվել է իշխանություն հոգևոր աշխարհում։ Ամեն։ Եվ այսպես, որպեսզի մենք ճանաչենք մեր իշխանությունը, մենք պետք է մի բան, շատ կարևոր բան իմանանք Աստվածաշնչից, Հովհաննեսի ավետարան 1:12, բայց որոնք որ նրան ընդունեցին, բայց որոնք, այսինքն մենք, որ նրան ընդունեցին, Հիսուս Քրիստոսին ընդունեցին, իշխանություն տրվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են։ Նայեք, որտեղից է գալիս մեր իշխանությունը։ Մեր իշխանությունը սկզբնական գալիս է այնտեղից, երբ որ մենք հավատում ենք Հիսուսին, ընդունում ենք Հիսուսին եւ վերստին ծնվում ենք, այդտեղից գալիս է մեր մեջ Տիրոջ իշխանությունը։ Ամեն, որպեսզի մենք հասկանանք, ստեղ յուրաքանչյուր նստած վերստին ոստեղ վերստին ծնունդ ունի։ Չվախենաս, ձեռդ բարձրացրու։ Աստված քո հետ է։ Хорошо. Յուրաքանչյուր վերստին ծնունդ ունեցող ստեղ որ կա, նա ունի հոգևոր իշխանություն։ Բայց մի բան էլ կա։ Մեկը օգտագործում է իր իշխանությունը, շարժվում է իր իշխանությունով, այն մեկն էլ չէ։ Այն ով որ չի օգտագործում իր իշխանությունը, ես չեմ ասում որ թույլ է։ Ուղղակի գիտեք ոնց որ դու կարող ես քո իշխանությունը հանգցնել։ Ուղղակի, որ ինքը չգործի, դու ասու երեխա ես, դու փրկված ես, դու ուժեղ ես, դու սիրում ես Հիսուսին, բայց
դու կարող ես քո իշխանությունը չօգտագործես, այտենց էլ քո իշխանությունը կարող է չգործել քո կյանքում, եթե դու չես օգտագործում։ Ամեն։ Եվ այսօր ոչ թե ես, այլ Տերն է ուզում, որ բոլորս ճանաչենք, շարժվենք, օգտագործենք այն իշխանությունը, որ Տերը մեզ տվել է։ Հալելույա։ Եվ այսպես Տերը ընդունեց նրանց, ովքեր որ հավատացին, ամեն, ընդունեց նա նրանց, այսինքն մեզ, հայրը ուղարկեց Հիսուսին աշխարհի փրկության համար, ինչին մենք հավատացինք, որ մենք ստացանք որդեգրություն, վերստին ծնունդ եւ իշխանություն, ուղղակի հավատացինք Հիսուս Քրիստոսն է աշխարհի փրկիչը, ընդունեցինք Հիսուս Քրիստոսին մեր սրտի մեջ եւ ունեցանք Տիրոջից իշխանություն, որպեսզի չբարթացնենք։ Սա շատ հասարակ ձևով է կատարվում Տիրոջ կամքով, Տիրոջ արքայության մեջ, բայց որպեսզի մենք իմանանք մեր իշխանությունը, շատ կարևոր է, որ մենք իմանանք ինչ է Աստված ասում այս մասին իր խոսքում։ Հալելույա, ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այսպես Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 19-րդ խոսքից։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կոխելոցերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Գիտեք ստեղոցերն ու կարիճներն ովքեր են, դա խավարի ոգիներն են, դա սատանայի ընկած ուժերն են, որը որ կոչվում է օծ ու կարիճ, բայց Տերն ասում է, ես քեզ տվեցի եկեղեցի իշխանություն, որ դու տրոր ես, որ դու քո իշխանությունն օգտագործես, բայց քեզ Սատանան ոչինչ չի կարող անել, որովհետև դու քո իշխանությունը, որը որ տրված է քեզ Տիրոջից ավելի բարձր է, քան թե սատանայի յուրաքանչյուր հարձակում։ Գիտեք, շատ ժամանակ քրիստոնյաները ավելի շատ հարձակումն են հռչակում, քան թե Տիրոջ իշխանությունը։ Գիտեք, դա շատ ցավոտ բան է։ Պատմում են այս սենց եղավ, այն հենց եղավ, այս սատանան սենց հարձակվեց, այս հիվանդությունը բերեց, այս անազատությունը բերեց, իմ կյանքը սենց կանգնեց, մնաց, իդակ դալի։ Մոռանալով, որ Աստված ասում է ձեր մեջինը, ի՞նչն է ասում ձեր մեջինը, Տիրոջ հոգին ավելի ուժեղ է, քան թե նա, ով աշխարհի մեջ կա։ Գիտեք, մի անգամ մի հատ սենց բան պատահեց, իմ քրիստոնեական կյանքը մի քիչ վառվռուն է անցել, մի քիչ նենց, չգիտեմ, շատ համարձակ, շատ ուրախ, հետաքրքիր, սխալներով շատ լեփլեցուն, նենց որ ամեն ինչ շատ է եղել։ Մեկ անգամ մենք մի հարևանի ունեինք, ռուս ամուսիններ, իրանք բժիշկներ էին երկուսն էլ, հիմա չեն ապրում մեր բակում, ու ես քարոզեցի խոսքը, այդ կինը ընդունեց, երիտասարդ զույգեր էին, մի փոքր երեխա ունեին։ Եվ ինքը ընդունեց Քրիստոսին, իրոք սրտով ընդունեց Քրիստոսին, հետո եկավ մկրտվեց եկեղեցում եւ վերստին ծնունդ ուներ։ Նա աղոթում էր արդեն օտար լեզուներով եւ ամուսինը շատ ընտիր ընտանիք էին, շատ ինտելիգենտ, շատ կրթված, երկուսն էլ բժիշկներ էին։ Ես իրանց ձենը չէի լսել, բայց այդ դրանից հետո, որ այս կինը ընդունեց Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, իրանց տնից միշտ վեճի ձեներ էր գալիս, միշտ վիճում էին իրար հետ, միշտ իրար հետ կռվում էին շատ ուժեղ ձևով, մենք էլ չէինք հասկանում ինչի համար։ Մի օր ես այդ կնոջը Աստվածաշունչ էին նվիրել, ու մի քանի օր հետո դուռը թակում են, ես ու Արամայիս եղբայրը դուռը բացում ենք, կանգնում ենք սենց, նայում ենք այդ հարևանին, Էդիկին, Աստվածաշունչը ճղած, կտոր արած, ու սենց գցում է մեր հատակի վրա։ Ես անմիջապես տեսնում եմ ու սենց ծնկի եմ գալի, որ հավաքեմ, ասում եմ, դու Աստծուց չես վախենում, այս ինչ ես անում, դու այս ինչ ես անում, չիմանալով, որ այս մարդու մեջ այնքան մի լեգիոն դևեր էին ապրում, բայց նա կրթված էր, նա ուսում մի տեր էր, նա բժիշկ էր, նենց որ կրթությունը ոչ մի նշանակություն չունի, հոգևոր դևական ճնշումից ու այն մարդկանցից, ովքեր որ լցված են դևերով։ Ու ես վերցրեցի այդ գիրքը, հավաքում եմ, վերցնում եմ այդ թերթիկները, այդ ճղճղված, ու իմ սիրտը իրոք նենց ցավում էր, ասում եմ, Տեր ինքը չի հասկանում, ոնց կարելի է Աստվածաշունչը, նույնիսկ աշխարհի մարդիկ շատերը վախենում են, որ Աստվածաշնչին ձեռք տան։ Ու անցավ մի քանի օր, այս սրակինը եկավ ինձ ասեց, լսի, ես ուզում եմ, որ դու գաս մեր տան մեջ աղոթես, մեր տունը ամեն օր վեճ է,
Ինչ ես ընդունել եմ Տիրոջը, մեր տան մեջ մեծ վեճեր են, եւ պապաս էլ հայրս էլ ասում է, որ ես քեզ չեմ օգնի, որ հետագայում դու քեզ կլինիկա բացես։ Չնայած հիմա այդ կինը կլինիկա ունի детский, Փառք Քրիստոս Հիսուսին։ Ու ինձ պապաս իմացել է, որ ես հավատքի մեջ եմ, ու պապաս ինձ արգելում է ամուսնուս հետ, իրանք դուրս են եկել իմ դեմը։ Ես չգիտեի այդ ժամանակ, որ հոգևոր դևական ճնշումները, դևական ուժերը, խավարի ոգիները այդպես կարող են կանգնել այդ մարդու, այդ կնոջ նեղելու համար։ Ասեցի կգամ կաղոթեմ։ Այդ գիշեր իր ամուսինը հերթապահում էր, չգիտեմ որ հիվանդանոցում, ու ես չգիտեմ, ես աղոթում եմ։ Ինձանից հասնում էր իմ իշխանությունը տեղ օգտագործել այդ տան մեջ։ Ես էլ ունեի Աստծուց սուր աչից ձախ տանում բերում էի, ոչ ախ ունեի, ոչ վախ ունեի։ Տենց Աստված սովորացնում։ Իր երեխեքին ու աղոթում ենք, տունը օծեցի յուղով ու աղոթում ենք իր ամուսնու համար, աղոթում ենք ես իմ իշխանությունն եմ օգտագործում, կապում ենք սատանայի բոլոր ոգիները, որ այդ տան մեջ եկել են ու ճնշում են եւ այլն։ Ու всё, մի ժամ ընդհանուր աղոթք ենք անում ու ես գալիս եմ տուն, քնում ենք առավոտ ժամը 11-ին, 10:30 կողմերը այդ կինը թակում ա մեր, ինքը ջահել էր, 30 տարեկան չկար, թակում ա մեր դուռը ու ինձ ասում է, լսի, կարելի է ներս գալ, ասում եմ, իհարկե կարելի է, արի, ինչ ա պատահել, լսի հիմա ասեմ, ինչ ա պատահել գիշերը Էդիկի հետ, մենք չգիտենք, ես ինչ եմ սա պատմում ձեզ, ես ամենտեղ սա չեմ պատմում, որ դուք իմանաք, որ ձեր իշխանության միջոցով մեծ բաներ են կատարվում հոգևոր աշխարհում։ Ասում եմ, չգիտեմ, ինչ պիտի կատարվի Էդիկի հետ, Էդիկը ընդեղ, մենք ստեղ, լսի ասում ա, Էդիկը պատմում ա, մտնում ա ներս ու ասում ա, ես շատ վատ եմ զգացել ինձ այս գիշեր, իսկ ինչ ա եղել, ես սկսեցի կներեք եկեղեցի հետ տալ, внезапно, նստած եմ, ես հիվանդ չեմ, ամեն ինչ հերթապահում եմ, այնտեղ կային էլի բժիշկներ, այնտեղ կային էլի մեդսիստրաներ, ու ես սկսեցի վատը զգալ, վատանալ ես չհասկացա ինչի, ես ոչինչ չեմ կերել, ես չեմ թունավորվել, внезапно, երբ որ մենք սկսում ենք աղոթել, Էդիկը սկսում է շատ ուժեղ ձևով այդ դևական ուժերը սկսում են ի հայտ բերել Էդիկի մեջ։ Եվ ասում ա հլետի քիչ էր առավոտն էլ նստեցի տրալեյբուս, ոտքս բարձրացավ տրալեյբուսի մեջ, տրալեյբուսը կանգնեց, ժողովուրդը վախեցել են, իհարկե վախեցել են, ու մարդիկ սկսեցին խոսել, ասում ա, ես չէի հասկանում ինչ ա եղել իմ հետ։ Ես հասկացա, ասեցի Տեր, իրոք մենք ունենք իշխանություն օգտագործելու հոգևոր աշխարհում։ Շատ դեպքում դու ես չպետք է կանգնենք, լացենք, մխկտանք, այլ պետք է մեր իշխանությունը օգտագործենք, որովհետև մեր իշխանությունը գործող իշխանություն է։ Իհարկե ես չեմ ասում, որ ծայրահեղություն ընկնենք, Տեր սրան սենց արա, Տեր նրան նենց արա, մեր իշխանությունը սատանայի, դևերի, ճնշող, ամբողջ հոգևոր աշխարհի դեմն է, ովքեր որ ապրում են ապստամբ, մեղավոր մարդկանց մեջ։ Ես ուզում եմ, որ դուք ճիշտ հասկանաք, Աստված մեզ չի տվել այդ իշխանությունը, որ մենք մարդկանց կապենք, լսում եք, իշխենք մարդկանց չարություն անենք ու դրանով հպարտանանք, ոչ, այդպիսի իշխանությունը դա կոչվում է կախարդանք, մենք չպետք է այդպիսի բաներով զբաղվենք, սիրելիներս, Աստված մեզ տվել է իշխանություն, որպեսզի մենք օգտագործենք հոգևոր դաշտի մեջ, հոգևոր աշխարհում։ Գիտեք իշխանությունը նրա համար չի, որ ինչ որ մեկը ստեղից հիմա աղոթի ասի, ես ուզում եմ, որ այս քույրիկը կամանց խոսա, այ իմ իշխանությունը օգտա, դա իշխանություն չի։ Կամ ես ուզում եմ, որ այս քույրիկը բարձր խոսա, դա իշխանություն չի։ Այդ իշխանությունը չի գործում։ Կամանց խոսացողը ինչպես խոսում էր, այնպես էլ կամանց կխոսա, բարձր խոսացողը ինչպես բարձր է խոսում, այնպես էլ կգնա։ Դա իշխանություն չի, ես ուզում եմ հասկացնեմ, որ դուք հասկանաք ինչպես ճանաչել եւ շարժվել ճիշտ հոգևոր իշխանությունով։ Ամեն։ Այսօր պետք է մեզ էսի թարմանանք մի քիչ։ Նոր տարի Փառք Հիսուսին։ Այո։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ, ինչ էլ որ սատանան անի, Տերը ձեզ տվել է իշխանություն, սատանայի աշխատանքից, հնարքներից, ամեն բանից ավելի բարձր գործում է Տիրոջ իշխանությունը ձեր մեջ եկեղեցի։ Ամեն։
Ալելույա։ Եվ այսպես Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 17-18 խոսք։ Այսօր չեք միացնում Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ։ Վարք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այն 70-ը ուրախությունով ետ դարան եւ ասացին. Տեր, դևերն են հնազանդվում մեզ քո անունով, եւ նրանց ասաց. Տեսնում ես սատանային, որ կայծակի պես երկնքից վայր էր ընկնում։ Հիսուսը տեսել է, թե սատանան իր զորությունով ոնց է երկնքից վայր ընկել։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կողել օձերի եւ կարիճների եւ թշնամու բոլոր զորության վրա, երկրորդ անգամն եմ կարդում եւ ձեզ ասում եմ ոչինչ չի վնասի։ Գիտեք, երբ որ քրիստոնյան տեսնում է, հոգևոր մարդը տեսնում է հակառակություն, ել գիտեք, մեզ պետք չի կռվել, վիճել, գնալ, խորանալ, մենք պետք է ուղղակի այդ ուժերի դեմը կարողանանք կանգնել իշխանությունով, զորությունով, աղոթքով։ Ամեն։ Եվ ուզում եմ ասել ձեզ, դա շատ ուժեղ ձևով, ազդեցիկ ձևով դա գործում է։ Անկախ նրանից մենք շատ ենք հասկանում, քիչ ենք հասկանում, շատ ենք ճանաչում, քիչ ենք ճանաչում, դա այդ ուժը գործում է մեր մեջ։ Ամեն։ Եվ այդ ուժը դա Տիրոջ մեռելների հարության ուժն է։ Այն ուժով, որ Աստված Տիրոջը մեռելներից հարություն տվեց, այդ ուժը, զորությունը եկեղեցի քո մեջ է ապրում։ Ամեն։ Ամեն, ալելույա։ Փառք Հիսուսին։ Եփեսյանам 6-րդ գլուխ 12-րդ խոսք։ Շարունակեցի եւ այդ մարդը այդ մեր հարևանը այդ օրվանից հետո մեզ չնեղեց էլ։ Կանգ առավ։ Ես չգիտեմ հիմա իրանք իրար հետ են ապրում, իրանք տունը վաճառեցին, գնացին, բայց ես չգիտեմ այդ մարդուց ոչ մի տեղեկություն չունեմ, կնոջից ունեմ, բայց իրանից ոչ մի տեղեկություն չունեմ։ Այդ իշխանությունը օգտագործելուց հետո սատանան զինաթափվեց այդ հարևանի միջոցով ու բաց թողեց մեզ ու ելի ինքը ոչ մի բան չարեց։ Քանի դու չես օգտագործել քո իշխանությունը, հարձակումները կգան։ Եվ Աստված դրանով սովորեցնում է մեզ ոնց օգտագործենք մեր իշխանությունը։ Մի հավատքի գեներալ պատմում է, ինքը հիմա երկնքում է, ասում է, մեկ անգամ ես տեսիլք էի տեսնում, մի սատանայի ճնշող ոգի կանգնել էր իմ դեմը ու հակառակվում էր ինձ, եւ ես երբ որ գոչեցի Հիսուս, Հիսուս, ուր ես դու Հիսուս, ես տեսնում եմ, որ Հիսուսը նույնպես կանգնած է իմ առջև։ Ասում եմ, Հիսուս ինչ լավ է, դու հիմա ինձ կփրկես, դու հիմա ինձ կազատես, դու տեսնում ես այս ոգին, որ ինձ ճնշում է։ Ասում եմ, ես տեսնում եմ, Հիսուսը ոչ մի բան չի ասում։ Սուս կանգնած է, Հիսուս ու ժպտում է։ Հիսուս նյուժելի դու ինքը իրոք տեսիլք է տեսել։ Հիսուս նյուժելի դու չես տեսնում, որ այս ոգին ինձ ճնշում է, դու ունես իշխանություն, Հիսուս, օգնիր ինձ, Հիսուս։ Հիսուսը նորից կանգնած իր առջև ոչ մի բան չի ասում, ժպտում է։ Եվ հետո երբ որ այս մարդը սկսում է բղավել, աղաղակել, ասում է Հիսուս, ինչի ինձ չես օգնել, ասում է ես քեզ իշխանություն եմ տվել, որ դու ինքդ հրամայես, որ դու ինքդ պատվիրես, որ դու ինքդ ասես հեռացիր ինձանից։ Ամեն։ Եվ այս մարդը, այս ասու գեներալը մի անգամից կանգնում է ու սկսում է աղոթքի միջոցով, զորության միջոցով ասել հեռացի ինձանից սատանա, հեռացի ինձանից սատանա, եւ ասում է ես տեսա ինքը էլ չկար։ Աստված մեզ սովորեցնում է այսօր, մենք օգտագործենք մեր իշխանությունը։ Գիտեք, շատերն էլ համաձայնվում են վախի հետ, թուլության հետ, հիվանդության հետ, ճնշումների հետ համաձայնվում են ու իրանց իշխանությունը չեն օգտագործում ու այդ իշխանությունը մնում ազնայց ոնց որ սենց քարե իշխանություն, չօգտագործված իշխանություն, բայց Աստված այսօր ուզում է որ մենք օգտագործենք մեր իշխանությունը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եփեսացիս 6:12 մեր պատերազմը մարմնի եւ այրան հետ չի,
այլ իշխանությունների ու պետությունների հետ եւ այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկրավորների մեջ են։ Լսում եք, մեր պատերազմը դա մարմնի ու այրան դեմը չի Աստված ասում է։ Մեր պատերազմը, հոգևոր պատերազմը դա խավար ուժերի դեմ է։ Դա պետությունների դեմ չի, դա օրենքների դեմը չի։ Սա այս ամեն ինչը որ ասում է, երբեմն մարդիկ սխալ են մեկնաբանում այս խոսքը։ Մտածում են, որ պետություններն են, ինչ որ քաղաքներն են, ոչ։ Սա որովհետև ամեն մի քաղաք Դանիելի գրքում ասում է, Դանիելի գրքի մեջ նշում է, որ ամեն մի քաղաք ունի իր կնյազը, իր մեղքի սատանայի դրված կնյազը, այսինքն սատանայի դրված հզոր ուժը, ամեն մի քաղաք, այ մեր պատերազմը, այ դրանց առջև է, ամեն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր պատերազմը, ինչպես օգտագործենք մեր պատերազմում մեր զենքերը։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Պողոսը հավատացյալներին պատվիրում էր ուժեղ լինել եւ Եփեսացիներից 10-6-10-ում այսպես մի հետաքրքիր բան ասում. այսուհետև եղբայրներս ուշադիր լսեք, խնդրում եմ, զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Լսում եք ինչ հետաքրքիր ասում, զորացեք Տիրով։ Պողոսը մեզ չի սովորացնում, որ մենք զորանանք մեր ուժերով, զորանանք մեր կարողություններով, մեր մարդկային սպասոբնեստներով, Պողոսը դա չի սովորեցնում մեզ։ Պողոսն ասում է, որ դուք եղբայրներ, քույրեր, զորացեք Տիրոջով, Տիրոջ ուժով, Տիրոջ գերազանց մեծությունով, զորացեք, որովհետև մեր պատերազմը մարմնի եւ այրան դեմը չի, մենք չենք կարող դուրս գանք պատերազմի սատանայի դեմը մեր սովորական ուժերով, մենք կպարտվենք, սատանան մեր վրա հարձակում կգործադրի, սատանան կխփի մեզ, բայց երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ իշխանությունով, բարձրացնելով մեր ձեռքը, բարձրացնելով մեր խոսքը, Տիրոջ իշխանությունը գործում է այդտեղ, մենք ասում ենք, որ Հիսուսի անունով եմ ասում, հեռացի սատանա, գնա այստեղից սատանա, քո աշխատանքը թող անիծված լինի սատանա, երբեմն ինձ հարցնում են, ասում են, կարելի է անիծել սատանայի գործերը, այո, եկեղեցի։ Եվ գիտեք, չէ, շատերն էլ հակառակ են, ասում են, չի կարելի այդ անեծք բառ, սատանայի գործերը կարելի է անիծել։ Երբ որ դու կապում ես, քանդում ես, դա արդեն անեծք է սատանայի բոլոր թագավորության գործերը։ Ես խնդրում եմ, որ դուք այս տարի քաջ լինեք, առողջ լինեք, հոգևոր առողջություն ունենաք, հոգևոր օրհնություններ ունենաք, հոգևոր հաստատություններ ունենաք, հոգևոր խոսք ունենաք, հոգևոր հայտնություններ ունենաք, հոգևոր զորություններ ունենաք այս տարի։ Ամեն, որպեսզի կարողանաք քանդել սատանայի կեղտոտ նետերը, որը որ գալիս են յուրաքանչյուրի կյանք, յուրաքանչյուրի ընտանիք, յուրաքանչյուր եկեղեցի, որպեսզի կարողանանք հանգցնել նրա նետերը։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ Գործք առաքելոցից մի լավ տեղ կարդալ։ Սա 3-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Այսինքն սկզբից կարդանք. Պետրոսն ու Հովանեսը գնում էին միասին տաճարը 9-րդ ժամի աղոթքին, եւ մի մարդ կար իր մոր որովայնից կախ, որին վեր կալած ամեն օր դնում էին տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում։ Տաճարից մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Երբ որ նա տեսավ Պետրոսին եւ Հովանեսին, որ գնում էին մտնելու տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնի նրանցից։ Նայեք, այս մարդը սկի տեղեկություն էլ չուներ, որ այդ օր ինքը պետքա բժշկվեր, որովհետև ինքը մուրացկան էր, ինքը ողորմություն էր խնդրում, գումար էր խնդրում մարդկանցից, որպեսզի կարողանար իր գոյությունը պաշտպանել։ Ինքը ընդհանրապես տեղեկություն չուներ իր բժշկության համար, թե այդ օր ինչ պետք է անի։ Երբեմն մենք ասում ենք, այս մարդն դու ես մեղավոր, որ չես բժշկվում։ Գիտես ինչ, եթե մենք հավատքով իշխանություն գործադրենք յուրաքանչյուրի վրա, մենք կտեսնենք մեծ ռեզուլտատ։
Երբեմն մենք ձեռք ենք դնում հիվանդի վրա, Տեր, եթե քո կամքն է բժշկի, եթե դու կգաս կբժշկես, եթե կուզենաս կբժշկես, բայց գիտեք ինչ, մենք նոր կտակարանում ենք, Աստված մեզ տվել է իշխանություն։ Աստված շատ տեղեր մեր կյանքից այդ եթեները հեռացրեց։ Աստված տվել է իշխանություն, որպեսզի մենք իշխանությունով աղոթենք, իշխանությունով կանգնենք, իշխանությունով քանդենք, իշխանությունով բժշկենք, այն բաները, որ Աստված մեզ տվել է, հիշեք, առանց Տիրոջ իշխանության մենք չենք կարող կատարել։ Ամեն, որովհետև Աստուծոն ասում է, որ հոգին կենդանացնողն է, ինչով, Տիրոջ իշխանության զորությունով, ում միջոցով, քո եւ իմ միջոցով։ Ամեն։ Եվ այսպես, լսեք, խնդրում եմ, երբ որ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնի նրանցից։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ արեց նրան եւ ասաց. «Մեզ նայեք, շատ անգամ, որ թե սենց ես հող եմ, փոշի եմ, ես իմ ով եմ, պուճուր եմ, այսքան եմ, այնքան եմ, զրո եմ, շատ անգամ այդ կրոնական խախտումը մեզ չի թողում, որ մենք օգտագործենք մեր իշխանության զորությունը»։ Նա ինչ ասեց Պետրոսը, հասարակ ձևով, մեզի նայիր։ Պատկերացնում եք։ Ինչքան ենք էդի մենք տենց ասում մարդկանց, երևի ոչ մի անգամ։ Նայեք, ստեղ Պետրոսի իշխանության օգտագործումը Աստված պատկերացնում է այս գրքի մեջ, Սուրբ Հոգին բացում է այս գրքի մեջ։ Մեզ նայիր, նա էլ ուշքը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնի նրանից, Պետրոսն էլ ասեց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոս Նազովրեցու անունով, վեր կաց եւ ման եկ»։ Եվ աջ ձեռքից բռնեց, վեր կացրեց նրան եւ շուտով հաստատվեցան նրա սրունքը եւ բարձքը։ Վեր թռավ կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը։ Դալչ նայեք Պետրոս ինչ է ասում, երբ որ մարդիկ հավաքվեցին, երբ որ տեսան Իսրայելի ժողովուրդը, որ այս մարդը քայլում էր եւ Պետրոս մի հատ շատ հետաքրքիր բան ասեց. «Եվ նրա անունի հավատքը սրան, որ տեսնում եք եւ ճանաչում եք, նրա անունը հաստատեց»։ То есть Պետրոսն ուզում ասի այն իշխանությունը, որ կար Հիսուս Քրիստոսի մեջ եկեղեցի, դա այսօր փոխանցվեց ինձ ու քեզ։ Եվ մեր հավատքի մեջ հնարավոր չի, որ քո հավատքը գործի առանց իշխանության։ Հնարավոր չի, որ քո իշխանությունը գործի առանց հավատքի։ Հնարավոր չի, որ քո հավատքը գործի առանց սիրո, դա հնարավոր չի։ Մեկ անգամ ես ասում խնդրում էի, աղոթք էի անում, սպեսի մի աղոթք արեցի. Տեր, տուր ինձ ուժ եւ զորություն։ Եվ ես մի քանի անգամ այս խոսքերը օգտագործեցի իմ աղոթքի մեջ, իհարկե ես դա խնդրում էի ծառայության համար, ես դա խնդրում էի, որ չեմ հիշում, մենք ավետարանչական ծառայություն էինք դուրս գալի, ուր էինք դուրս գալի, ես այդ խոսքերն ասեցի, ես հիշում եմ, ասեցի, տուր ինձ ուժ, զորություն, մի քանի անգամ ուժ, զորություն։ Գիտեք, Տերը խոսեց այդ պահին իմ հետ, ասեց, ես քեզ տվել եմ ուժ, զորություն, բայց դու պահպանիր սերը։ Նայեք ինչ է, ես ինչ եմ ուզում Տիրոջից ու ինքը ինչ է ասում։ Ես գիտեմ, որ Աստված չի շփոթվում։ Այո, սերը եւ իմենը հավատքը գործում է սիրով։ Մենք չենք կարող չոր կողմով միայն վերցնենք Տիրոջ իշխանությունը եւ չմտածելով, որ մեզ սեր պետք չի, մենք ինչ որ ուզենանք անենք, ոչ, հավատքը գործում է սիրով, իշխանությունը գործում է հավատքով։ Հավատքը գործում է իշխանությունով եւ Աստծո սիրով։ Որպեսզի մենք հասկանանք, որպեսզի մեր սրտերը փափուկ լինի, որպեսզի մեր սրտերը ջերմություն տեսնի, որպեսզի մեր սրտերի մեջ Տիրոջ սերը լինի, սրանք ամեն բան կապված, կախված են իրարով, սրանք իրարից անջատված չեն, ամեն, հալելույա։ Եվ այսպես Պետրոսը ցույց տվեց այստեղ Տիրոջ իշխանությունը ինչ ձևով կարող է գործել, չվախեցավ ինքը։ Երևի որ հիմա մենք փողոցում մեկին ասենք ինձ նայիր, երևի կվախենանք։ Կասենք օй Տեր ջան ամբողջ փառքը քեզ։ Իհարկե ամբողջ փառքը Տիրոջը։ Մենք դա փառք չունենք, մենք երկնքում կմտնենք իր փառքի մեջ։
Այդ ժամանակ կունենանք։ Այդ ժամանակ մեզ լավ կլինի։ Հասկանում եք ոնց շատ տեղեր կա, որ քո վախը, քո երկչոտությունը քեզ խանգարում է, արգելակում է, օգտագործես ճշմարիտ իշխանությունը Հիսուս Քրիստոսով։ Պատկերացրու ես շատ անգամ ասել եմ, ասում ոնց կլինի փողոցում անցնում ես, մեկին ասես ինձ նայիր։ Այո, Աստված սովորեցնում է մեզ։ Այո, Աստված ուզում է մեր ուռվենը կյանքի բարձրացնել հոգևոր։ Այո, Աստված ուզում է մեր հավատքի ուռվենը բարձրացնել։ Աստված մեզ չի ճնշի դրա համար, չի պատժի դրա համար։ Աստված ինքն է ուզում, որպեսզի մենք մեր հոգևոր իշխանությունը օգտագործենք հոգևոր աշխարհում մեղքի առջև։ Տեր, ես ընկել եմ մտքի շնության մեջ, ես օրինակներ եմ բերում։ Տեր, ես ընկել եմ մտքի շնության մեջ, բայց գիտեմ, որ դու իշխանություն ունես դրա վրա։ Ես օգտագործում եմ քո իշխանությունը։ Գիտես, ոչ թե ամիսներ են անցնում։ Տեր, ես ընկել եմ ինչ-որ մեղքի իշխանության մեջ։ Տեր, ես թախոսությամբ եմ զբաղվում, Տեր։ Բայց ես ունեմ իշխանություն կանգնեցնելու դա։ Տեր, ես գողանում եմ։ Ես օրինակներ եմ բերում։ Դու ունես իշխանություն։ Քո իշխանությունը հաստատված իշխանությունը, եկեղեցի ձեր իշխանությունը, հաստատված իշխանություն է հոգևոր աշխարհում, երկնքում, երկրում եւ դժոխքում, որովհետեւ Տեր այս 3 սֆերաների վրա ունի իշխանություն։ Եվ նա ասաց, որ այդ իշխանությունը ես տվեցի իմ եկեղեցուն, ես դրեցի իմ մարմնի մեջ, իմ մարմինն ունի իշխանություն։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ ասպես Աստծո խոսքն ասում է Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-9 Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակ կանգնեք հավատքով հաստատված, այսինքն Տիրոջ խոսքով հաստատված։ Գիտեք, երբ որ հիշում եք, երբ որ Սատանան եկավ անապատում փորձելու Հիսուսին, իրանք երկուսն էլ խոսքեր էին ասում Աստվածաշնչից իրար։ Սա Աստծո իշխանությունն էր, բայց Հիսուսի մեջ կար զորավոր իշխանություն, Տիրոջ իշխանությունը, ամեն մի իշխանություններից բարձր նա ունի իշխանություն։ Եվ հետո Աստծո խոսքն ասում է, որ Սատանան գնաց։ Չի ասում Հիսուսը գնաց։ Նայեք, նրա իշխանությունն այնքան բարձր էր, որ նա գնաց։ Այսօր շարժվիր քո իշխանությունով, օգտագործիր քո իշխանությունը, քո ընտանիքի մեջ, քո երեխաների կյանքում, հոգևոր աշխարհում, քո եկեղեցում ամեն տեղ կգործի Տիրոջ իշխանությունը, եթե մենք ճիշտ ձևով վարվենք Տիրոջ իշխանության հետ։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երբ որ մեր Տերը համբարձվեց, ամբողջապես իր իշխանությունը տվեց մեր ձեռքերի մեջ։ Ես ուզում եմ, որ դու այսօր գայսի քո ոչ թե քո ուղեղի մտածելակերպի մեջ, այլ ուզում եմ, որ սա գա քո հավատքի մեջ, քո հոգու մեջ, քո սրտի մեջ, քո ամբողջ ներքին աշխարհը բղավի ներսից, որ ես ունեմ հաստատված իշխանություն մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ու գիտեք, Աստվածաշնչի մեջ Նոր Կտակարանում կա մի հատ գիրք, շատ հետաքրքիր, շատ զորավոր գիրք, ընդհանրապես բոլոր գրքերն են զորավոր, բայց իշխանությունը սովորելու համար կա մի հատ ընտիր գիրք, դա Եփեսացիս գիրքն է, Եփեսյանը։ Ես ուզում եմ, որ դուք այդ գիրքը կարդաք, ընդամենը 45 րոպե, 50 րոպեի ընթացքում դու ամբողջ այդ գիրքը կարդում ես, Եփեսացիներից առաջինից մինչև 6-րդը։ 45 րոպե, 50 րոպեում դանդաղ դու կարող ես կարդալ ու հասկանալ ինչքան մեծ գերազանց զորություն ունես քո մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Այս գիրքը իմենը սովորացնում է քո իշխանության համար։ Ես ուզում եմ, որ դուք տունը կարդաք տնային խմբակներում այս գրքից օրինակ բերեք, թե Աստված ոնց է մեզ իշխանություն տալիս, ու այդ իշխանությունը ոնց է գործում, ու այդ իշխանությունը ոնց է քանդում Սատանայի բոլոր պատնեշները։
Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, հին ուխտում կար մի անձնավորություն, իր անունը Մովսես էր։ Ես ուզում եմ միտեղ կարդալ, ես ուզում եմ, որ դուք այստեղը տեսնեք ոնց էր ասու իշխանությունը գործում, ոնց էր մարդու իշխանությունը գործում։ Սա այն տեղներ, սա այն պահներ, երբ որ նրանք պետք է անցնեին կարմիր ծովի միջով։ Ու ես ուզում եմ, որ մենք իրոք այստեղ սենց մի հատ խորը ձևով նայել, էլի ճիշտ ձևով նայել, որպեսզի կարողանանք մենք ստեղից էլ մեր համար հոգու գանձեր դիզել, հայտնություն ստանալ։ 14-րդ գլուխ Ելից։ Եվ փարավոնը մոտեցավ 10-րդ խոսք, եւ փարավոնը մոտեցավ Իսրայելի որդիները իրենց աշկերը բարձրացրին եւ ահա եգիպտացիները գալիս են իրանց ետևից եւ շատ վախեցան։ Եվ Իսրայելի որդիները աղաղակեցին Եհովային եւ ասացին Մովսեսին. «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատի մեջ մեռնելու։ Սա ինչ է, որ մեզ արեցիր, որ մեզ Եգիպտոսից հանեցիր։ Սա այն խոսքը չէ, որ քեզ ասում էին Եգիպտոսում, թե թող տուր մեզ, որ եգիպտացիների ծառայություն անենք, որովհետև ավելի լավ է մեզ համար եգիպտացիներին ծառայություն անել, քան թե անապատում մեռնել»։ Նայեք ինչ հետաքրքիր է։ Եկել է հասել է սուջբանոսնի ճակատագրական պահ մեր կյանքում, այսպես ասենք։ Երբ որ գալիս է Տիրոջից ճակատագրական զորավոր պահ, երբ որ դու պետք է քո իշխանությունը կուլմինացիոն օգտագործես, սատանայի բոլոր դժոխքը ոտքի է կանգնում։ Բա մենք չէինք կարա մեռնեինք Եգիպտոսում։ Մարդը ուզում է հետ քաշվել։ Այդ ժամանակ շատ կարևոր է, թե դու ինչ կանես, թե դու կօգտագործես մինչև վերջ քո իշխանությունը, թե հետ կքաշվես։ Ինչ այս անապատում մենք պետք է մեռնենք։ Նայեք, մի մարդ կար, Մովսես, որը որ կանգնած էր հավատքով։ Սրանք ոչ թե Մովսեսի թևերն էին բարձրացնում, այլ կտրում էին Մովսեսի թևերը։ Դու բերեցիր մեզ, մենք եգիպտացիներին կծառայենք, մենք սատանային ծառա կլնեինք, գոլ ձևով կապրեինք, մի փոր հացի համար, որտեղ սոխն ու սխտորը կարտոշկան ուտում էինք։ Ուզում եմ մի բան ասեմ, Եգիպտոսի ոչ մի բանն էլ համով չի։ Ես կարտոշկա եմ առել, որ իմանաք։ Դրա համար ասում եմ, մի անգամ առել եմ, գնել եմ, կներեք, պատրաստում եմ, ուտում եմ, ասում եմ, այս դրա համար էլ կռիվ են արել։ Մովսես, գնայինք, մեռնեինք, թաղեինք ընդ մեզի, ավելի լավ չէր, քան ստեղ եկանք, նայեք, ճակատագրական հարց է լուծվում, Աստված ուզում է հանի ռաբստվայից, ստրկությունից մարդուն իշխանությունով։ Բայց այս մարդիկ չեն համաձայնվում։ Չեն ուզում, խի, սոխն ու սխտորը բա, այդ անհամ, այսքան, ու մեջն էլ ոչ մի բան չկա։ Գիտեք Արամայից ինչ ասում, ասում է դե չէ դրանք անտիբիոտիկներ էին։ Ինչա մենք ստե անտիբիոտիկ չունենք, կարտոշկա չունենք, սոխ չունենք, սխտոր չունենք։ Փառք մեր Տեր, հասկանում եք, չէ՞ ինչ եմ սրանք ասում։ Սա փոխաբերական հոգևոր իմաստներ է։ Գիտեք դրանից առաջ ինչ են ասում, չեմ ուզում ուղղակի կարդամ եգիպտացի, ասում են, ոնց մեր ձեռից փախան, այս ստրուկները, այս ռաբերը։ Հələ սրանց նայի մի հատ, լավ էլ օգտագործում էինք էլի։ Մենք մեր համար կանգնած մատներս տնգում էինք ստեղ ընդեղ, ասում ենք, այս արեք են, իրանք էլ մի սոխ ու սխտորի համար մեզ լսում էին։ Այսօրվա դրությամբ շատ քրիստոնյաներ կա այդ սոխ ու սխտորի մեջ են հələ։ Դուրս արի, կարտոշկայից էլ, դուրս եկեք այդ սոխ ու սխտորից, դուրս եկեք այդ ռաբստվայից։ Հասկացեք, որ Աստված ունի իշխանություն, ունի ճակատագիր քո ու իմ համար։ Հալելույա։ Դալշը նայենք, թե թող տուր մեզ, որ եգիպտացիներին ծառայություն անենք, թե ինչն էր ձեր ծառայությունը չեմ հասկանում։ Ստրկություն, այդքան մի բան։ Որովհետև ավելի լավ է մեզ համար եգիպտացիներին ծառայություն անենք, քան թե անապատում մեռնենք։ Եվ Մովսեսը ասաց ժողովրդին՝ մի վախեցեք, կանգնեք եւ տեսեք Եհովայի փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Եհովան ձեզ համար պիտի պատերազմի եւ դուք լուր կացեք։ Նայեք, Մովսեսը ցույց է տալիս Տիրոջ իշխանությունը։
Ասմա ձեններդ կտրեք, խնդրում եմ ձեզ։ Խաչա դուք չեք անում, ինձ մի խանգարեք, բայց այսօր Աստված ցույց կտա իր իշխանությունը ձեզ, իր փրկության իշխանությունը։ Հավատացեք, կանգնեք, օգտագործեք ձեր իշխանությունը։ Տիրոջ ասեք, հա, այո, 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 դու ճիշտ ես, այո, այո, ինչ էլ որ անես, այո։ Հալելույա։ Եհովան ձեզ համար պիտի պատերազմի շատ, էտը գիտես ոնց կարելի է այս կարդացածից ասեմ Վազգեն ախպեր, կարելի է մի հատ շեդևր, շատ ուժեղ բան է, դու կարդում ես, դու մտնում ես, ոնց որ ընկղմվես սրա մեջ, ասում եմ, բա ես այդտեղ չլնեի Տեր ջան, խաչաբը Մովսեսին ասել, լսի, ես քո հետ գալիս եմ, նու ձեզ համար եմ էլի ասում, բարեխոսում եմ ձեր համար։ Եհովան պիտի ձեզ համար պիտի պատերազմի եւ դուք լուր կացեք եւ Եհովան ասաց Մովսեսին, նայեք հիմա ինչ է ասում։ Ստեղ Մովսեսը սկզբից ցույց է տալիս Տիրոջ իշխանությունը, նայեք հիմա էլ Եհովան է ցույց տալիս մարդու քո եւ իմ իշխանությունը։ Հիմա հասկանում եք, չէ՞ իշխանությունը ինչ բան է։ Ասում եմ, եւ դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին կգա ձեր վրա եւ ին վկաները կլինեք։ Զորություն նշանակում է ունենալ գերազանց, գերբնական երկնքի ուժ Տիրոջից։ Вот։ Մի բոժի գեներալ այսպես մի լավ բան է ասել։ Հարցրել են ինչ բան է իշխանությունը, ինքն ասել է իշխանությունը լիազորված ուժ է։ То есть հաստատված, լիազորված, այդ ուժը քո մեջն է։ Այդ ուժը քո մեջն է, երկնքից իջավ քո մեջ։ Ես ուզում եմ, որ դու հաստատես քեզ, ոչ թե սամավնուշենյա, հաստատես, ոնց որ Աստվածաշունչն ասում, որ այս ուժի իմ մեջ է, որ ես կարող եմ հաղթել։ Ապոստլ Պողոս Արաքիկյանն ասում է շատ լավ է, չէ՞, ասում է, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, ոնց իշխանությունով, ոնց լիազորված ուժով, ոնց գերազանց գերբնական ուժով, ամեն բան կարող եմ ինձ զորացնել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ու այդ այսօր ձեզ ա տվել։ Ձեզ բոլորիս Աստված տվել է մի հատ նենց ուժ, որ եւ դժոխքն է վախենում այդ ուժից, սիրելի քրիստոնյա քույր ու եղբայրներ։ Եվ ամբողջ ֆիզիկական աշխարհը ուղակի մենք պետք է օգտագործենք մեր զորությունը, մեր ուժը, մեր իշխանությունը հոգևոր աշխարհում։ Ամեն։ Եթե օգտագործենք, կտեսնենք, եթե չօգտագործենք, չենք տեսնի։ Եվ այսպես նայեք Մովսեսն ինչ հետաքրքիր բան է ասում։ Փառք Հիսուսին։ Եվ Եհովան ասաց Մովսեսին. Ինչ ես ինձ աղաղակում, ասիր Իսրայելի որդիներին, որ չուվեն, այսինքն գնան։ Եվ դու գավազանդ բարձրացրու եւ ձեռքդ մեկնիր ծովի վրա եւ ճեղքիր նրան եւ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնան։ Նայեք ինչ ասում։ Ինչ ես ինձ աղաղակում Մովսես։ Գիտեմ որ հավատում ես, գիտեմ որ աղոթում ես, գիտես կա աղոթքի ժամանակ, կա իշխանությունը օգտագործելու ժամանակ։ Մենք մտածում ենք բեսկանեշնի պետք է աղոթենք, կա աղոթքի ժամանակ, Մովսեսը աղոթեց, հիմա էլ ասում է, լսի, ինչ ես ինձ աղաղակում, то գավազանդ բարձրացրու, գավազանդ это սիմվոլ власти, զորության սիմվոլ, այսպես ասենք։ Շատ մոմենտներ կա, որ Աստված ասում է գավազանդ բարձրացրու, հերիքա լացես, հասկացանք։ Գավազանդ, իշխանությունդ օգտագործիր, ստեղ արդեն լացելու բան չի, ստեղ արդեն սատանայի հակառակություններն են կանգնած քո առջև, քո առողջության առջև, քո ընտանիքի, ամեն հոգևոր աշխարհում կանգնած ուժեր կան, բայց դու օգտագործիր քո իշխանությունը։ Ավելի ճիշտ շարժվիր քո իշխանությունով։ Ամեն, որպեսզի մենք հասկանանք, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի հովիվիկին ինձ շատ տարիներ առաջ պատմում, ինքն էլ ինքան խելոքին էր, պատմում է, ես ոնց որ մտածեի, ոնց կարաս դու տենց բան անես։ Նայեք, իշխանությունը գործում, ասում է, գիտեք, Ռուզաննա, մի անգամ իմ ամուսին այնքան վատացավ, ասում է, որ մեռնելու վրա ես տեսնում եմ, ասում է, շունչը կտրվում է, ասում է, վատ ազգում ինքը, ասում է, ասենց ես արդեն տեսնում եմ, որ մահանում է, այդ մարդը մինչև հիմա կա։
Ասма ես չգիտեի ինչ անեմ, ես կանգնած էի, Բог պամիլոյ, ողորմա Աստված, Տեր Աստված կպի, ինչ որ բաներ արա Տեր, ասма ոնց կար նենց, ասма ես իմ ներսից լսեցի, օգտագործիր քո իշխանությունը, կապի մահվան դևին։ Ու այդ կինները այնքան հին բապտիստական եկեղեցի այնքան համեստ կին են, նայում եմ ասում հետո դու օգտագործ, ասма այո օգտագործեցի։ Ես ասեցի որ հեռացիր սատանա ու ես կապում եմ այս մահվան դևին, իմ իշխանությունն եմ օգտագործում։ Իմ ամուսինը պետք է ապրի, նա չպետք է մեռնի, ասма 5 րոպե հետո ամուսնուց հետ նստած չայ ենք խմում։ Պատկերացնում եք, նայեք ինչքան ճշմարիտ է։ Կար Ասма գիտես, ասма ինքը իրոք մահանում էր ու ամուսինն նստած լսում էր մեր կողքը որ խոսում։ Իրոք ինքը մահանում էր ասма։ Ես տեսա ասма իր գույնը։ Ես տեսա իր սրտի ասма նույնիսկ չէինք էլ հասցնի մենք ասма շտապօգնություն կանչեինք։ Բայց Աստված ասма ասեց ինձ օգտագործիր քո ուժի իշխանությունը։ Ես օգտագործեցի ասма եւ ահա իմ ամուսինը ողջ եւ առողջ է։ Օգտագործեց։ Գիտես մենք կարող ենք այդ պահերին խառնվել որպես մարդ։ Որպես մարմնավոր մարդ, այսպես ասած, ոչ թե հոգևոր մարդը կանգնում է, սթափվում է, տեղում աղոթում է, տեղում օգտագործում է իր իշխանությունը, սթափացնում է մեզ, հասկանում եք այդ իշխանության զորությունը։ Հոգևոր մարդը կարողանում է հակառակվել։ Մեկ անգամ մի քույրիկ ինձ պատմում է, մի ուրիշ քաղաքից, որ գիտես ինչ ամուսինս անհավատ է եւ այնքան անօրենություններ է անում ինքը, ես էլ չգիտեմ, ես իմ բարի վարքերով, ես իմ ամեն ինչով, ես իմ հնազանդությունով, ես չեմ կարողանում այդ մարդուն ինչ որ կերպ հասկացնեմ։ Ես իրան ասեցի, գիտես ինչ է քեզ պետք անել, ասեցի։ Քեզ պետք է օգտագործել իշխանություն, որովհետև այդ բաները, որ դու ինձ պատմում ես, դա դևական բաների մասին ես դու ինձ հնարավոր չի, որ քո այդ բարի ամուսինը այդ տիպի շարժումներ, այդ տիպի բաներ անի։ Դու պետք է կարողանաս օգտագործել քո իշխանությունը։ Ինչպես օգտագործեմ, ինչպես Աստված է ասում, որ մենք պետք է կանգնենք, որ Պետրոսին ինչ ասեցիս, հետից գնա սատանա։ Ճիշտ է, իհարկե կան պահեր, որ մենք չպետք է մարդու երեսին կանգնենք այդ բաներն անենք, կամ մի պահ, որ մենք կարող ենք ուղղակի առանձնանալ ու աղոթել այդ աղոթքով, առանձնանալ ու ինչի Տերն ասեց, ինչը որ կապեք, նայեք, կապեք այստեղ երկրիս վրա, կապված կմնա երկնքում, то есть երկինքը խառնվում է այդ իշխանության մեջ։ То есть նայեք այս բանն է, որ Մովսեսը ասու իշխանություն ներկայացնում, որ պատերազմը կանի ձեր փոխարեն Աստված։ Դուք լուր մնացեք ու ստեղ էլ Աստված էլ մարդու իշխանությունն է ցույց տալիս։ Հերիքա լացես ասում է, հերիքա աղոթես, գավազանդ բարձրացրու։ Թող ասու ժողովուրդը տեսնեն, որ քո վրա կա իշխանություն, որ դու ունես իշխանություն օգտագործելու սատանայի զորությունները քանդելու համար։ Ամեն։ Այս բաները մեզ շատ պետք են։ Այս բաները շատ կարևոր բաներ են մեր կյանքում գործող ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք պետք է ունենանք։ Եվ ես ավելին ասեմ, երևի ամենօրյա մեր աղոթքների մեջ մենք պետք է կարողանանք մեր իշխանությունով շարժվել։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին 14-րդ գլուխ 21 խոսք, եւ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա, եւ Եհովան սաստիկ արևելյան հովով փչեց ծովը եւ բոլոր գիշերը եւ ծովը ցամաքեցրեց եւ ջրերը ճեղքվեցան եւ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին եւ ջրերը նրանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։ Նայեք ինչի ասենց այսպես տեսանելի ձևով նկարագրվում է հոգևոր պատերազմը, այս իշխանությունը, որպեսզի մենք հասկանանք, որ երբ որ մենք իշխանություն ենք օգտագործում ու աղոթում ենք, այս ճեղքումները լինում են, այս ջրերը կանգնում են պատի նման, ջուրը դառնում է ծովը, դառնում է ցամաք, ինչի համար շատ անգամ այս ձևով սենց այս նկարները նկարագրված են այստեղ, ինչի համար, որպեսզի այսօր դու ու ես հասկանանք, որ մեր իշխանությունը հաստատված իշխանություն է, որ մեր իշխանությունը Աստծուց տրված իշխանություն է, որ երբ որ դու աղոթում ես, երբ որ դու կանգնում ես քո իշխանությունը օգտագործելու համար, հավատա, հասկացի, մտաբերի, ճանաչի, որ հոգևոր աշխարհում ամեն բան կատարվում է նրա համար, որ դու օգտագործում ես, շարժում ես քո հոգևոր իշխանությունով։ Ամեն։ Գիտեք, կարան գոլ կյանքով ապրենք։
Կարանք խնդրենք մեկս մեկու աղոթել, դա լավ է։ Իհարկե, կա աղոթք, որ պետքա մի քանի հոգով արվի, կա պատերազմ, որ պետքա մի քանի հոգով արվի, մի մեծ խմբով արվի, դա շատ լավ է, բայց երբ որ դու ճանաչում ես քո իշխանությունը, սատանան քեզ չի կարող խաբել։ Ինչի համար է սատանան քեզ խաբում, ինչի համար է քո կյանքի մեջ բերում վախ։ Շատ մարդիկ կան այսօր, շատ քրիստոնյաներ, իրանք չեն ճանաչում իրանց իշխանության գինը, իրանք չգիտեն, իրանք մենակ գիտեք ինչ են պատմում, ես վախենում եմ, իմ սրտի մեջ այդ վախը կա, ես մտածում եմ, որ ես կմահանամ, ինչի համար, թալանված իշխանություն, սատանան արդեն թալանել է այս մարդուն, ու այս մարդուն չենք էլ կարողանում բացատրենք, որ սուշե կանգնի հիմա, կանգար, դու ունես Աստծո իշխանություն, դու ունես Աստծո գերազանց զորություն, դու ունես Աստծո ուժ, եւ մենք ասում ենք հաղթում ենք սատանային գառան արյունով, գառան արյան մեջ կա իշխանություն, կա զորություն, դա ուղղակի հենց այնպես խոսքեր չի, որ մենք ասենք Քրիստոսի արյունն ենք կանչում, ամեն անգամ, երբ որ դու կանչում ես Տիրոջ արյունը, դու կանչում ես օգտագործում ես Տիրոջ այս գավազանը, որ կա, այս գավազանը սիմվոլ վլաստի, ամեն անգամ դու դա օգտագործում ես, եւ մենք պետք է հասկանանք, ինչպես աղոթենք, ինչպես օգտագործենք, ինչպիսի խոսքեր ասել, դա շատ կարևոր բաներ են, ամեն, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մենք նոր դարձի էինք եկել, սենց մի բան այսօր հիշեցի, մեր բարեկամները մի քիչ մեր վրա ծիծաղում էին, ոչ թե մեզ նեղում էին, կա որ նեղում են, չէ, բայց սրանք մեր վրա ծիծաղում էին, ու այդ ծիծաղին շատ դուր չէր գալիս, իմ մեծ աղբերը գալիս էր մեր տունը նստում էր, ծիծաղում էր, առիթից օգտվում էր, որ մենք առաջի սիրո մեջ, սենց ամեն բանի մեջ, մենք իրան բան չէինք ասում, ես մենակ ասում եմ վերջացրու, խնդրում եմ վերջացրու, ես խնդրում եմ տենց բաներ մի ասա, ես խնդրում եմ վերջացրու, մեկ անգամ մտածեցի, որ ես պետքա սրա հախից գամ աղոթքով, իշխանությունով, սխալներ եմ արել իմ կյանքում, իշխանության կողմից, ես ինչի համար եմ պատմում, սա շատ կարևոր բան է, դուրս եկա, դուրս ասի լավ, խարաշո, մի բաժակ սուրճ դրեցի իրան, ասի դու ես սուրճը խմի, հեսա գալիս եմ, այդ ժամանակ մենք ապրում էինք Վարշավ, մի ուրիշ տեղ, Կրասնոդարում, ու ես գնացի այդ տատիկ ում տունը, որ ապրում էինք, հողամաս ուներ, հողամասի վերջը, որ իմ ձենը ոչ ոք չլսեր, ու ես սկսեցի իմ եղբոր համար աղոթել, Տեր Աստված, ինչ լավ ապահեցին ինքը չմեռավ, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ու ես աղոթում եմ գալիս եմ տուն, տենամ իմ աղբերը ուժասպառ եղած եղանի վրա անգացա, արամայից բեգլարեշնել, ասում հետաքրքիր է, կոֆեն խմեց, վատացավ, ու իմ եղբայրը մի կերպ ինձ ասում այս կոֆեի մեջ բաներ, ասում եմ, չէ, ինչ պիտի կոֆեի մեջ, մի կտալ կոֆե, մի կտալ շաքար, գիտեք, շատ կարևոր է իմանալ, թե ոնց ենք օգտագործում մեր իշխանությունը, ամեն, հասկանում եք, չէ, ինչ եմ ասում, ու ես հասկացա, ես վախեցա, ասի Տեր Աստված, պահի ինձ, խնդրում եմ քեզ, սիրելի Աստված, ես իր համար էի աղոթում, որ մեր համար չծիծաղա, որ փակվի իր բերանը, գիտեք, շատ սխալ աղոթքներ էլ կա, ես ուղղակի կիսում եմ, օգնելու համար ձեզ, ես հասկացա, Տեր ասեցի, ինձ սովորացրու ճիշտ ձևով օգտագործեմ իմ իշխանությունը, որովհետև դուք ունեք իշխանություն, որովհետև ասում եմ, ինչը որ կապեք, կապած կմնա երկրիս վրա, ինչը որ քանդեք, հասկացեք ինչն եք կապում եւ ինչն եք քանդում այդ իշխանությունով, որպեսզի ճիշտ պատվիզացիալնեք, ճիշտ օրինական ձևով կապվեք այդ իշխանության հետ, որպեսզի ճիշտ աշխատի այդ իշխանությունը, որով որ Աստված մեզ զորացնում է ամեն օր, ամեն, եկեք մի հատ աղոթք բարձրացնենք Տիրոջը, գիտեք, լավ է որ մենք սխալվել ենք, դուք մեր սխալների վրա ճշմարտությունը կսովորեք, լավ է որ մենք ասում ենք, չենք թաքցնում, դուք դրա վրա կհասկանաք ինչն է ձեզ պետք եւ ինչը չէ, թող Տերը օրհնի այս տարի ձեզ, թող Տերը իրոք այն իշխանության գավազանը, որ դրել է ձեր սրտի մեջ, ձեր ձեռքերի մեջ դրան գործեն, աշխատեն ձեր կյանքում, պտուղներ բերեն, եւ Եփեսացիս գրքի մեջ ասում է, 6-րդ գլխում, ինչպես կարող ենք մենք զորության զենքերը օգտագործենք, ինչպես կարող ենք 16-րդի 14, 15, 16, 17, 18, ասու խոսքը սովորեցնում է, ինչպես հագնվենք,
ինչպես զինվորամարտվենք, ինչպես այդ շորերը յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը մեր իշխանության մեջ, ինչպես աղոթենք, ինչպես հոգու սուրը օգտագործենք, դրա համար Աստված ուզում է, որ մենք իրոք մեր իշխանությունը ճշմարիտ ձևով հասկանանք։ Գիտեք, դուշևնի կյանքով ապրելը հասկացանք, որ լավ է, բայց կա ճշմարիտ հոգևոր կյանք, որովհետև գալիս է մի պահ, որ քո դուշևնի կյանքը քեզ չի կարողանում փրկել, որ քո ժպիտել ոչ մի բան չի կարողանում անել, որ քո փողերը կանգնում են, չեն կարողանում ոչ մի բան անեն, չեն կարողանում ոչ մի բան ասեն, չեն կարողանում ոչ ոքի հաղթել։ Ես շատ անգամ եմ տեսել հարուստ ունևոր մարդիկ, որ իրանք եկել է մի պահ, իրանք ասել են մենք սրա դեմը ուժ չունենք։ Գիտեք, բայց եկեղեցի դուք ուժ ունեք։ Դուք ուժ ունեք։ Ամեն տեղ, որտեղ որ դու քո ոտը կդնես, հիշի, դու իշխանություն ունես Աստծուց, դու զորություն ունես Աստծուց, Աստված քեզ տվել է վերստին ծնունդ, դու ընդունել ես, Տիրոջ խոսքն ասում է, եկավ իր այնների մոտ, իր ազգի մոտ, այսպես ասենք, Հիսուս Քրիստոսը, հրեա ազգի մոտ, իր այնները չընդունեցին նրան, իր այնները չճաշակեցին այդ իշխանության զորությունը, չուզեցան ունենան, բայց ովքեր որ նրան ընդունեցին, այսինքն մենք, հասարակ ժողովուրդ, նրանց տվեց իշխանություն լինելու Աստծո որդիներ։ Այսօր Աստված ուզում է, որ մենք մեր իշխանությունով շարժվենք, առաջին հերթին ինչպես Աստծո որդի, լսում եք, առաջին հերթին ինչպես Աստծո որդի, երկրորդ հերթին Աստծո որդի, որը որ ունի գերբնական իշխանություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Ալելույա, եկեք մի աղոթք բարձրացնենք։ Հալելույա, սիրելի Աստված, Հայր, սիրելի Տեր, փառավորում ենք քո սուրբ անունը, սիրելի Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում քեզանից, Տեր, որ դու զորություններ գործող Աստված ես, շնորհակալություն քո գերազանց մեծության համար, շնորհակալություն, որ դու տվեցիր մեզ իշխանություն, եկեղեցուն, Տեր ջան, ամրապնդեցիր ու զորացրեցիր, Տերս, հագցրեցիր քո բոլոր զենքերն ու քո շորերը, Տեր, փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր, փառք ու պատիվ ենք տալիս քեզ, սիրելի Աստված, օրհնի յուրաքանչյուր երիտասարդի այստեղը, Տեր, օրհնի յուրաքանչյուր եղբորս ու քրոջս, Տեր, օրհնի յուրաքանչյուրի հոգին, մարմինը եւ շունչը, օրհնի յուրաքանչյուրիս հասկացողությունը ներսի, Տեր, օրհնի մեր հոգին, սիրելի Տեր ջան, որ մենք հոգով առաջ գնանք, Տերս, եւ որպեսզի կարողանանք մարմնի գործերը սպանել, սիրելի Տերս հոգով, Հիսուս Քրիստոսի անունից, Տեր, զորացրում ես, Տեր, ովքեր որ սիրելի Տեր ջան դրել են իրանց զենքերը, Տեր Աստված ջան, ովքեր որ մտել են գաղջ գոլ կյանքի մեջ, Տեր, այսօր ես խնդրում եմ, Տեր ջան, ջերմացրուի, տաքացրու իրանց սրտերը, սիրելի Տեր, այսօր խնդրում եմ, սիրելի Տեր, օծության անուշաբեր յուղ բեր իրանց կյանքի մեջ, Տեր, խնդրում եմ այսօր, սիրելի Տեր, որ դու վերականգնես Աստված իմ աղոթքները, խնդրում եմ, որ դու վերականգնես հայտնությունները, խնդրում եմ, Տեր ջան, որ յուրաքանչյուրին ուժ ու եռանդ տաս, սեր տաս, սիրելի Տեր ջան, որպեսզի կարողանան Աստված իմ քո խոսքի մեջ մտնել, ընկղվել քո խոսքի մեջ, սիրելի Տեր Աստված ջան, օրհնի քո եկեղեցուն, Տեր ջան, զորացրու, Տեր, թող քո օծությունը ել ավելի շատանա այս եկեղեցում, Տեր, Հիսուս Քրիստոսի անունից եմ խնդրում, բարձրացրու հոգևոր աճը, Տեր ջան, հոգևոր ուռվենը բարձրացրու իմ քուր եղբայրների, Տեր, Հիսուս Քրիստոսի անունից, Տերս, փառավորվի իրանց կյանքում, սիրելի Տեր ջան, սովորացրու, սիրելի Սուրբ Հոգի, երբ որ մենք կօգտագործենք մեր իշխանությունը քեզանից տրված, սիրելի Աստված, երբ որ մենք շարժվենք, սիրելի Տերս, խնդրում եմ, որ դու օրհնես մեզ, սիրելի Տերս, խնդրում եմ, որ դու մեզ սովորացնես, Տեր Աստված ջան, խնդրում եմ, որ դու մեր սերը, որ կա մեր սրտի մեջ, սիրելի Տեր ջան, նորոգես Աստված իմ, Հիսուս Քրիստոսի անունից, որպեսզի մեր Տիրոջ խոսքը, որ ասում է եւ ունեմ քո դեմ, որ թողել ես քո առաջի սերը, որպեսզի սիրելի Տեր ջան, քո խոսքը կատարվի, Տերս, որ մենք չթողենք մեր առաջի սերը, Տեր, օրհնի եկեղեցուն, Տեր ջան, զորացրու, գոտեպնդի յուրաքանչյուրի միտք, սիրելի Տեր ջան, գոտեպնդի յուրաքանչյուրի սիրտը, սիրելի Տեր, Հիսուս Քրիստոսի անունից, Տեր, փառավորվես այս եկեղեցում, Տեր ջան, զորանաս այս եկեղեցում, Տեր ջան,
ու փրկության բազմաթիվ անթիվ հոգիներ կան Տերս, փառավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, սիրելի Տերս, օրհնի Տեր ջան, թող այս տարի սիրելի Տերս, եկեղեցին Աստված իմ բարձրացնի այն սուրբ գավազանը Տերս, որ դու տվել ես, դրել ես յուրաքանչյուրի սրտի մեջ, դրել ես յուրաքանչյուրի հոգու մեջ, տվել ես յուրաքանչյուրի ձեռքը Տերս, Հիսուս Քրիստոսի անունից Հայրս, փառավորում ենք քեզ, փառավորում ենք քո սուրբ անունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ հավիտյանս, հավիտենից, ամեն, ամեն եկեղեցի